մամայության մեջ խանգարում են այդ գրքային ճիշտ օրենքները։ Դու կարող ես ունենալ եւ իրավունք ունենաս ունենալու տարբեր էմոցիաներ, բայց պետք է հասկանաս, թե դրանք ինչպես կարտահայտես։ Դա գործ է։ Մարդիկ խուսափում են գործից։ Ծնողավարությունը գործ է։ Դու չես կարող մարդուն ասել, եթե հիմա հուզված է ու աչքերից արցունք է գնում, մի հատ այսպես անես, ասես վերջ, այ հիմա էլ միլացի։ Լրացնել ու լրացնել։ Ինչ ողովոր բան է։ Ծնողը, հատկապես մայրը, կյանքի հայելին է երեխայի համար։ Ամենաշատ հոգեբանի դիմում են մեր կենտրոնից էլ դատելով, ասեմ, դեռահասների ծնողներ։ Նորմալ է նաև, որ կարող է հանդիպի ոչ այդքան կոմպետենտ հոգեբան։ Այո, երբեմն այնքան ենք կենտրոնանում երեխաների վրա, որ մեր մասին ենք մոռանում։ Միակ չափանիշը երեխայի առողջ հոգեբանության եւ երջանկության դա երջանիկ ծնող տեսնելն է։ Դժբախտ ծնողը չի կարող մեծացնել երջանիկ երեխայի։ Սիրելի մարդիկ, նախքան կսկսեմ այսօրվա զրույցի իմ շատ հետաքրքիր հյուրի հետ, ուզում եմ ձեզ խնդրել անել մի փոքրիկ ներդրում մեր ոդկասթի մեջ, եւ դա իհարկե YouTube-ի ալիքին բաժանորդագրվելու մասին է։ Եթե դուք բաժանորդագրվեք YouTube-ի ալիքին, մի հատ հավանել դնեք այս վիդեոին եւ իհարկե տակը մի լավ մեկնաբանություն թողնեք, մեզ դրանով շատ օգուտ տված կլինեք։ Ավելին, դա կլինի ձեր կողմից այն փոքրիկ շնորհակալությունը, որ դուք կասեք մեզ, ինձ եւ Spin Ideas Agency-ին, որ այս ամբողջը ձեզ համար անում ենք։ Եվ ունեմ լավ նորություն։ Այսուհետ մեր տեսանյութերի տակ YouTube-ում մի ընտիր մեկնաբանություն գրելու համար կընտրենք 1 հոգու եւ կնվիրենք մեր կողմից հրատարակած քաղաքի լավագույն 2 հոգեբանների կողմից հրատարակած հաղորդակցման նոր լեզու գիրք։ Սա հայալեզու ծնողավարության մասին այն բացառիկ գրքերից է, որ պետք է լինի յուրաքանչյուր ընտանիքի գրադարանում եւ յուրաքանչյուր հայ ծնողի մոտ։ Այնպես որ եղեք ակտիվ, օգնեք մեզ ավելի շատ մարդու հասնել, օգնեք մեզ, որ այս բոլոր բարդ խոճուճ ալգորիթմները շրջանցենք կամ հակառակ չշրջանցենք, այլ նրանց մեջ հայտնվենք եւ ավելի շատ ծնողներ deep parenting-ին հետևեն։ Մենք դրա դիմաց դες կնվիրենք գիրք։ Այնպես որ դες տեսնենք։ Այսօր ունեմ երջանկություն զրուցելու դերասանուհի եւ այսօր այստեղ որպես 4.5 տարեկան Միքայելի մայր Սոֆիա Պողոսյանի հետ։ Ողջույն Սոֆիա ջան։ Ողջույն, ես եմ երջանիկ, որ գտնվում եմ այստեղ։ Ուրա։ Դուք այն բացառիկ հյուրերից եք, իդեպ ամբողջ այս շարքի մեջ մեր բոլոր եթերաշրջանների երկրորդ հյուրն եք, ով նաև մասնագիտությամբ հոգեբան է, դա ինձ չէր կարող չուրախացնել, չհրճել։ Եվ հենց առաջին հարցս ուզում եմ այդտեղ տալ, ընդհանրապես կա պատկերացում, որ դե եթե դու հոգեբան ես, քո մոտ ոչ մի խնդիր չկա տանը, հարաբերություններում, հատկապես երեխաների հետ եւ այլն։ Արդյոք օգնում է հոգեբան լինելը Միքայելին մեծացնելիս։ Ինչ խոսք իհարկե շատ է օգնում, բայց միևնույն է դա մեծ միֆ է, որ հոգեբանները չունեն սեփական խնդիրները, նույնիսկ դրա վերաբերյալ բազմաթիվ սերիալներ կան, թե ինչպես են հոգեբաններն էլ իրենց խնդիրները այլ հոգեբանի հետ աշխատում, լուծում, դա անդադար աշխատանք է։ Այո։ Իսկ Միքայելի հետ հարաբերությունները, այն գիտելիքները, որ դուք ունեք, օգնում են թե հակառակը, մեկ ասում են եռնեք չիմանայի հետ ամենը ու հանգիստ հարաբերվեի, շփվեի, մի լավ էլ ջայնանայի, մի լավ էլ Իսկապես շատ դիպուկ բան ասացիք, երևի թե դա եւ միևնույն ժամանակ շատ օգնում է եւ շատ խանգարում է, հենց այդ գիտելիքներն ու իմացությունն է, որ քեզ ստիպում է երբեմն չափից դուրս շատ մտածել, շատ անալիզ անել, վերլուծել, ու չես կարողանում պահի տակ ուղղակի թողնել իրավիճակը, ասել լավ դա երեխայա թող մեծանա, այս սկզբունքը։ Ինչն է եղել վերջին բանը, օրինակ, որ հաստատ ասել եք չեմ կարող ասենց թողնեմ, որ մեծանա, մի բան պիտի անեմ սրա հետ, Միքայելի հետ կապված կա, տենց մի բան որ կհիշեք։ Մեզ մոտ շատ դժվար էր, ճիշտ ասած, 3 տարեկանի այդ կրիզիսը, ինչը այսպես տարբեր խնդիրներ բացահայտեց իմ ու ամուսնուս հարաբերությունների մեջ, ընտանեկան ընդհանուր խնդիրների մեր ինքներս մեզ, ասում են երեխաների լույս աշխարհ գալուց հետո մեր ներսի խնդիրները նույնպես արթնանում են եւ դա վառ օրինակ էր մեր մոտ, ինչպես մեր ներքին խնդիրները եւ մանկական խնդիրները, որոնք որ ժամանակին գլուխ չէին բարձրացրել, երեխայի հետ խնդիրների հետ մեկտեղ դրանք էլ են գլուխ բարձրացնում։ Այդպես դա բավականին ինձ համար բարդ շրջան էր, եւ այդտեղ ես հասկացա, որ ես այդքան էլ էմոցիաները չեմ կարողանում լավ վերահսկել ու տանել, եւ դիմացինն է գտնվում կրիզիսային, այդպես շատ զգացմունքային վիճակի մեջ, իստերիկաների մեջ, այո, դա ինձ համար փաստորեն ես ստրեսակայուն չէի այդքան այդ ամենին, ինչքան որ ինձ ամբողջ կյանքում թվում էր, որ ես եմ։
Բայց տրիգերը չէ կոչում դա իմ այդպես մոդայիկ բառ կա, որ տրիգերներ են, չէ՞, մի հատ դրսից մի բան, մեկ էլ Միքայելի ներսից։ ծնվելուց հետո այնքան տրիգերներ են հայտ եկել եւ այսպես անընդհատ արթնանում, ու դու դրանք անընդհատ գիտակցում ես, կարող է հենց այդ գիտակցելն է, որ ավելի խանգարում է, այսպես ասեմ, այլ ոչ ուղղակի որպես բնականon կյանքի ինչ որ կամ օրվա ընթացք դու այդպես ուղղակի անցնես գնաս։ Ես ամեն ինչի վերաբերյալ երևի շատ եմ խորանում կամ փորձում վերլուծել, ինչը նաև իհարկե ունի իր դրական կողմերը։ Հա, հաստատ գիտելիքը երբեք չի խանգարի, բայց ինձ էլ երբեմն զգում եմ, որ մամայության մեջ խանգարում են այդ գրքային ճիշտ օրենքները, որովհետև ուզում ես ուղղակի լինես բնական, ուզում ես լինես ոնց կաս, աուտենտիկ, այդ պահին բարկացած ես, ուզում ես գնաս գրկես, պաչես, համբյուրես, գզես, պիտի անես ու չմտածես, որ մենք վիճացեինք, ես ավելի լավ է իմ դերի մեջ մնամ։ Չէ, ամենա երևի այսպես ասեմ իմ adekvatության, որը գնահատում եմ որպես դրական կողմ եւ գիտեմ, որ հաստատ ճիշտ է, այն է, որ թույլ եմ տալիս էմոցիաները իրենք իր բոլոր դրսևորումներով արտահայտվել, թե ինձ, հա, ձեր սեփական էմոցիաները, թե երեխայի։ Թե երեխայի։ Պարզապես այստեղ մեկ շատ կարևոր նրբություն կա, թե այդ էմոցիաները ինչպես դրսևորես, որովհետև դու կարող ես ունենալ եւ իրավունք ունես ունենալու տարբեր էմոցիաներ, բայց պետք է հասկանաս, թե դրանք ինչպես կարտահայտես այդ տեղը։ Կարևոր բան ասես։ Վայ, երնեք բոլոր ծնողները լսեն այս կտորը, որ մենք իրավունք ունենք ու երեխան իրավունք ունի ունենալ էմոցիաներ, էմոցիաների վրա արգելք դնելը շատ սխալ է, բայց էմոցիաների արտահայտման ձևերի հետ պիտի աշխատենք։ Եվ ես ամենաշատը դա սկսեցի գիտակցել եւ աշխատել հենց այդ ուղղությամբ Միքայելի լույս աշխարհ գալուց հետո, այսինքն ամբողջ իմ ակադեմիական գիտելիքները սկսեցի պրակտիկայով անցնել Միքայելի հետ, այսպես ասեմ, վերհիշել, նորից ընթերցել, նորից կարդալ։ Եթե մասնագիտականը տարիքային հոգեբանությունը չէր, ես սկսեցի խորանալ արդեն տարիքային հոգեբանության մեջ, ինչը իհարկե տարիների ընթացքում մոռանում ես։ Եվ այսպես հասկանում ես ամեն էտապ իր էտապի մեջ ուսումնասիրելը ամենաճիշտ բանն է ծնողավարության մեջ, որովհետև այսպես ընդհանրացրած բաներ են սովորաբար խոսում, բայց ես միշտ նշում եմ, որ դա շատ կարևոր է առանձնացնել, թե որ էտապին է վերաբերում, որովհետև նույն դեռահասության շրջանին լրիվ ուրիշ բաներն են, որ կարելի է կամ չի կարելի այդ սահմանները, բայց մինչև 3 տարեկան դեռ երեխայի պարագայում դրանք ճիշտ չի այդ նույն մեթոդները կիրառելը։ Շատ երևույթներ կան, որ այսպես ընդհանրացնում են։ Այո, շատ կարևոր բան ասացիք։ Տեսեք, 0-ից 1-ի պահանջները։ Մի բան են 1-ից 3-ը լրիվ ուրիշ, 3-ից 6-ը մի առանձին անուն ունի, առանձին փուլով 6-ից 10, 11-ը առանձին, հետո արդեն գնում ենք այն վախենալու դեռահասությունը ու հետո արդեն շատ արագ երիտասարդությունը։ Այս շատ հաճախ օրինակ կարևոր է էլի ուսումնասիրել ամեն տարիքում ինչ ակնկալ ես, այ գոնե երեխայից ինչ ակնկալ ես, ինչ փուլում է ինքը, հուզական, ֆիզիոլոգիական շատ հաճախ։ Ճիշտ է։ Ես շատ էի հանդիպում, նույնիսկ ինձ էին խորհուրդ տալիս, իմանալով հանդերձ, որ միևնույն է հոգեբանը, միևնույն է այդ խորհուրդները կան մեր իրականության մեջ, որ մինչև 3 տարեկան նկատի ունեմ այդ էտապում, որ չի կարելիների շարքը, այ կնստի գլխիդ, այ այսպես, այ այնպես, այն էտապում, երբ երեխան պարզապես ուսումնասիրում է աշխարհը եւ օրինակ պատին նկարելը, դա երեխայի խնդիրը չէ, այլ ծնողի խնդիրն է, որ պատի վրա շատ է դողում, որ այո, կամ ասենք կարելի է հիմա կան տարբեր մեթոդներ, ինչպես պաստառներ ես կպցնում տարբեր ինչ որ գրատախտակի նման բաներ ապահովել, որ երեխային տաս այդ ստեղծագործելու հարթակը, բայց ու չմտածես, որ օй պատերը կամ սպիտակ բազմոցները երեխան կեղտոտեց, այսպես դա ծնողի արդեն պատասխանատվության տակ է, ոչ թե երեխայի առաջ տնես արգելքներ, ասես չի կարելի։ Ժամանակակից բնականon զարգացումը ինչ հատ է քեզ հարմար չի։ Ասենք 2 տարեկան երեխայի պարագայում ու մի հատ էլ քեզ մեղադրեն, ասեն, որ ոյ կտեսնես, կնստի գլխիդ։ Հասկանում եմ, եթե դա անի 14 տարեկանը, ուրիշ ձև կբացատրես, բայց 2 տարեկան երեխային չես կարող այդքան երկար, բարակ, հասուն մարդու նման նստել, բացատրել կամ ջղայնանալ, որովհետև պարզապես անիմաստ է։ Այո, շատ կարևոր բան ասացիք։ Իսկ դուք կարծում եք, որ երեխաներին երես տալը լավ է թե վատ եւ ինչու այո կամ ինչու ոչ։ Ընդհանրապես ինչ են շակում երես տալ։ Դուք արդյոք Միքայելին երես եք տալիս, ինչու այո եւ ինչու ոչ։ Գիտեք, ես առհասարակ հետևում եմ այն ծնողավարության մեթոդին, որ մինչև 3 տարեկանը մաքսիմում սեր տալու
շրջանն է, որովհետև այդ ժամանակ անալիտիկ մտածողությունը դեռ զարգացած չէ, ուղեղը այդքան զարգացած չէ։ Նույն դաստիարակությունը ոչ թե կարելիների ու չի կարելիների հիման վրա արվի, այլ ստեղծագործելով, միասին ժամանակ անցկացնելով, ավելի զգայական, հուզական ոլորտների միջոցով, այո, քան անալիտիկ։ 3-ից հետո նոր արդեն այդ սահմանները որոշակի սկսել դնել, բայց շատ ես մեղմ դաստիարակության կողմ եմ, եւ այդտեղ էլ է շատ կարեւոր անպայման նշել է, որ չծայրահեղացնեն մարդիկ, որովհետեւ երբ ասում ես ես կողմ չեմ պետքաներին կամ պատժին, չի կարելիներին, մարդիկ մտածում են, որ դու կողմ ես ամենաթողությանը, այսպես բարձի թողի եւ երեխան ինչ ուզի անի, անդաստիրակ մեծանա եւ այլն, այսպես ասում եմ դրա միջինը կա արտադիր չէ ընկնել ծայրահեղությունների մեջ եւ ձեր պատկերացրած օրինակ այդ չի կարելիներն ու սահմանները էլի կարելի է դնել առանց երեխային կոտրելու, առանց ինքնասիրությանը կպնելու, առանց վիրավորելու։ Այո։ Իհարկե այդ ամենի համար պետք է դու լինես մեծ ռեսուրսների տեր, ամուր նյարդեր ունենալ եւ հենց ամենամեծ բարդությունը կայանում է այդտեղ։ Ինչ եք անում, երբ չկան այդ նյարդերը։ Ես էլ եմ երբեմն ցանում է, ինչ եք անում, այ որտեղից գտնեն այն ռեսուրսները, չէ՞ որ որպես ծնող մենք արդյոք իրավունք ունենք երբեմն թուլանալու կամ հաճախ թուլանալ, ասել դե կներես ռեսուրս չունեմ, հիմա կբղավեմ վրատ ու որոշել եմ, որ ես պետք է լինեմ իմ հույզերը արտահայտող ծնող, դե հիմա կնստեմ ու մի լավ քեզ ինչ պետքն է կասեմ կամ կբղավեմ։ Չէ՞ որ միշտ կա ինչ որ մի զանգ որ պիտի զնգա, որ եթե անգամ չունես ռեսուրս, այ որտեղից եք, ոնց եք դուք քերում այդ ռեսուրսը գտնում, հավաքում, իմի բերում ու չվնասում դրանով Միքայելին։ Spin Ideas Agency-ն հենց այն վայրն է, որտեղ մենք ոդքասթը շարունակեցինք եւ հենց այն վայրն է, որը հյուրընկալեց մեր ոդքասթին եւ տվեց նրան երկրորդ կյանքի իրավունք։ Spin Ideas Agency-ն Հայաստանում ամենամեծ տեսանյութեր արտադրելու եւ վիդեոկոնտենտ ստեղծելու այսօր փաստացի կառույցն է, ունի 10-ից ավելի ստուդիա, ընտիր թիմ, ամբողջական տեխնիկա եւ ամեն ինչ, ինչը ձեզ պետք կլինի ստեղծելու համար վիդեոկոնտենտ։ Եղեք ակտիվ, ստեղծեք այդ վիդեոկոնտենտը, ավելին Spin Ideas Agency-ն ունի նաև ծառայություն, որտեղ օգնում է ձեզ այդ ամբողջ YouTube մարքեթինգից գլուխ հանել, հատկապես հիմա, երբ Հայաստանում ինչ որ բաներ սկսել են դեպի լավը փոխվել։ Բոլոր մանրամասները կդնենք այս տեսանյութի նկարագրության բաժնում, կարող եք կապվել, խոսել, զանգել, ձեր հարցերը տալ, ավելին գալ, տեսնել, գտնվում են Արաբկիչ թաղամասում, Սունդուկյան փողոցի վրա, եւ դա այդքան էլ հեռու չէ, շատ հարմար է եւ ձեզ եւ ձեր հյուրերին ընդունելու համար։ Ստեղծեք վիդեոկոնտենտ եւ դա արեք Spin Ideas Agency-ի հետ։ Էմոցիաները ցանկացած պարագայում պետք է դուրս գան, էլի վերադառնանք այդ նույն կետին, որ էմոցիաները չի կարելի պահել, բայց էլի չծայրահեղացնել, դուրս հանել, բայց ինչպես, ասենք, ոչ թե երեխայի ներկայության բաժակը կոտրելով օրինակ կամ երեխային ապտակելով, այլ կարողանաս հենց հասուն գիտակից արդեն մարդ լինելու առանձնահատկությունն այն է, որ դու ճանաչես եւ տիրապետես քո հույզերը, ինչը անկեղծ նշեմ, ես բացահայտեցի, որ այդքան էլ լավ չէի տիրապետում, այլի Միքայելի ծնվելուց հետո նոր շատ մեծ աշխատանքներ կատարեցինք, ես էլ ամուսինս էլ ինքներս մեզ բացահայտելու մեր ունակությունները, թե ինչից կարող ենք ունից դուրս գալ, ինչից չէ, ինչքան ռեսուրս ունենք առհասարակ, որովհետեւ մինչեւ երեխայի ծնվելը դու լրիվ ուրիշ պատկերացումներ ունես քո անձի վերաբերյալ, դրանից հետո այնպիսի բաներ են մեկ էլ այսպես անակնկալի նմանի հայտ գալիս, որ դու երբեք չէիր սպասում, եւ կարծում եմ երեխայից հետո նոր դու մտնում ես, այսպես ասած, հասուն կյանքի մեջ։ Պարզապես կարեւոր է, որ ծնողը այդ շեմա ժամանակին եւ ճիշտ անցնի եւ դառնա գիտակից ծնող, ոչ թե մնա այդ երեխայի կարգավիճակի մեջ եւ լինեն երկու երեխա նույն հարթակում իրար հետ շփվելիս։ Սովորաբար այդպես էլ լինում է։ Այո, շատ հաճախ եմ հանդիպում եւ նկատել եմ, որ հասարակության 90%-ը պարզապես արդարացնում են իրենց չիմացությունը իրենց հուզական ոլորտի մասին, պարզապես բնութագրելով, որ իրանք այդպիսի մարդիկ են։ Այդպիսի բնավորություն ունեմ, ես այդպիսին եմ։ Չեմ սիրում այդ նախատեսությունը, այդ բառակապակցությունը, կարծես իրենց թույլ են տալիս լինել հասարակության համար անհարմար, լինել ոչ adekvat, թե ես այդպիսին եմ։ Կամ երբ ասում ես կարևորը ինքդ քեզ սիրել, ընդունելն է, ախր կարևորը թե ամեն մարդ ինչպես է դա ինտերպրետացնում եւ ինչ պրիզմայով է նայում։ Շատ վտանգավոր արտահայտություն է։ Ես դրան կողմ եմ, դեմ չեմ, բայց ինքը շատ վտանգավոր է։ Քարեր ունի ընդհատակյա։ Պարզապես այդտեղ պետք է ցանկացած երևույթ եւ նույնիսկ բառ
մի բան ասում ենք, հետո երբ փակագծերը բացվում է, պարզվում է մարդիկ ուրիշ բան նկատի ունեին առհասարակ դա ասելով։ Պատկերացումները շատ տարբեր են նույն երևույթի վերաբերյալ մարդկանց մոտ։ Նույն ինքդ քեզ սիրելը չի նշանակում չսիրել կողքինին կամ դա անել կողքինի հաշվին։ Բայց այս թեմայից շեղվեցի կարծես։ Բայց լավ թեմա է, գիտեք, դե երեխան էլ է մարդ։ Օրինակ երբ ասում ենք դե ինքդ քեզ սիրիր, գնահատիր, տես ինչ ես դու զգում, այդպես արավան, բայց դիմացդ մի անչափահաս ձակուկ է ու դու չես կարող անես այդ մահին ինչ դու ուզում ես, դու պարտավոր ես իր մասին հոգ տանել։ Ուղղակի ապրիորի, որովհետև դու ես իր ծնողը։ Ու չես կարող քեզ շատ բան թույլ տալ ու հաճախ զրկում ենք մեզ շատ բաներից ու դա դժվար է իրականում, դա շատ մեծ պատասխանատվության բեռ է, որը ինձ համար օրինակ սկզբնական շրջանում շատ ծանր էր։ Ես անկեղծ նույնիսկ ոչ այդքան երիտասարդ հասակում մայրանալով միևնույն է պատրաստ չէի դրան։ Միևնույն է հոգեբան լինելով հանդերձ այդքան ուսումնասիրելուց հետո ես իսկապես հետո ինքս ինձ խոստովանեցի, որ ես ընդհանրապես այդ պատասխանատվության բեռին պատրաստ չէի, երբ քո ուղեղը նոն-ստոպ աշխատում է, եւ թե դու նույնիսկ ֆիզիկապես ունես օգնող, տանը չես գտնվում, երեխան կողքդ չէ, քո ուղեղը երբեք ստոպ չի լինում։ Դու այսպես մենթալ անընդհատ աշխատանքի մեջ ես։ Շատ ծանր է իսկապես, ու ինչ լավ է որ դուք խոստովանում եք, որովհետև մի կողմից ասում են դե լավ, այտենց թեթև տարեք երեխա էլի կմեծանա, ով չի մեծացրել։ Մյուս կողմից այնքան բնական են այդ վախերը, մտահոգությունները, 24/7 են աշխատանքի ուղեղով, հա, իսկ հիմա ինչ անում։ Մեղքի զգացում։ Օй։ Այդ չկպնեմ դրան։ Եմ որ չհասցա, չհերիքեցի, բավարար չէի, հոգնած էի վրան բղավեցի, իրական մի քմյան մեղ հարց տվեց որպես երեխա։ Մինչ այս պահը երևի կարող եմ ասել 4 տարեկանից հետո, որ մի քիչ դա ինձ մոտ խաղաղվել է, այն էլ թերապիայի միջոցով, այսպես ասեմ, ես ինքնուրույն արդեն ռեսուրսները չէին հերիքում, որ ես ինքս այդ դրատակից դուրս գամ, որովհետև ոնց անում էի, ինչ անում էի, միևնույնն է ինձ թվում էր ինչ որ բան լավ չեմ անում, ինչ որ բան պակաս եմ անում։ Դա չէ քրոնիկ անհանգստություն, ես բավարար լավ ծնող չեմ։ Դա էլա ինչի նախանգարում մեղքի զգացումը։ Ես հաճախ եմ ասում ծնողներին, որից հարցում եմ, որ դա ոչ մի բանին չի օգնում։ Այո, մենք երբեք չենք լինի բավարար լավ ծնող։ Մենք միշտ յետին մտքում կունենանք, որ այն չարեցի, քիչ արեցի, վատ արեցի, բայց այ դուք եթե ձեր փորձով ունեցել եք այդ ապրումները, այդ մեղքի զգացումը, ծնողական, դասական մեղքի զգացում, աշխատանքի էի շատ երկար ուշ եկա, քնեց առանց ինձ, չտարա որ խոստացել էի, չգնեցի ինչ որ խոստացել էի, բավարար չխաղացի եւ այլն, օրինակները տարբեր են, ամեն մեկի մոտ կարող է տարբեր լինի, բայց ինչով է մեղքի զգացումը անօգուտ եւ կործանարար։ Ծնողական մեղքի զգացումը։ Ինչ սովորեցրեց դա ձեզ գուցե։ Երևի ինչ որ մի բանի համար հաստատ այն պետք է, որ կա։ Ինչ է վերցնում, ինչ է տալիս, այսինքն ինչով է խանգարում։ Դե որ խանգարում է դա ակնհայտ է, բայց փաստ է որ այն երևի 90% ծնողների մոտ կա, դա կա, պետք է ընդունել, որ կա, եւ ես անկեղծ իմ համար բացահայտում էր, որ պարզեցի, որ ծնողների մեծամասնությունը դա ունեն։ Դա մենակ ինձ մոտ չի, որ արկա է։ Դա տալիս է երևի թե զգոնություն կամ ի վերուստ է այդ նաև տրված ծնողին, որ դու կորցնես թափությունը, զգոնությունը, պատասխանատվությունը, բայց նաև շատ խանգարում է, որովհետև եթե դու կուլ գնաս դրան, այսպես ասեմ, քեզանից էլի շատ մեծ էներգիա է տանում, եւ եթե դու դա կարող ես դնել ավելի դրական ինչ-որ բանի մեջ, բայց սրանք պարզապես խոսքեր են, ես դա հասկանում եմ, ես գլխով հասկանում եի այդ ամենը, գիտակցում էի, գիտակցելով հանդերձ, միևնույն է, այն անընդհատ շարունակում է այսպես ներսից քեզ կրծել, տանջել, խանգարել ու իսկապես այդտեղ շատ է օգնում թերապիան։ Ինչ լավ։ Ինձ որ թողային իսկ 24/7 թերապիայի գովազդ կանեի, բայց փորձում եմ ինձ զերծ անդադ անում եմ ճիշտ ասած։ Շնորհակալ եմ, որ հյուրերս բաց խոսում են դրանից, որ Ժորժյան կան մասնագետներ, ովքեր տարբեր հարցերում կարող են օգնել։ Օրինակ նույն տարիքայինից խոսեցիք, հա ոնց ենք մենք երեխային տանում բժշկի, ասենք 6 ամսեկանում, 1 տարեկանում ստանդարտ պատվաստումներ, ստանդարտ վերահսկողություն ունենք, մեր մանկաբույժը տանում ենք, բայց շատ հաճախ մոռանում ենք, որ նույն ձև կարելի է տարին 2 անգամ խորհրդատվություն վերցնել մանկան զարգացման հոգեբանի մոտ ու ասել, այ հիմա մտանք, ասենք 2.5 ենք, հեսա այդ 3-ը գալու է, հա, այդ վախենալու, այսպես ասած, ինչ անեմ, ինչ process-ների միջով է անցնում երեխաս, կամ ունեմ մեղքի զգացում, կրծում է ներսից, հանգիստ չի տալիս, ռեսուրս է տանում, ուր ուղեմ, որ ավելի կառուցողական լինի։ Ու կան այդ մասնագետները, դիմեք, ու եթե նույնիսկ չեն դիմում, ահա որ շատ ինֆորմացիա կա YouTube-ում, արդեն, համացանցում, ու ես ապշում եմ, որ նույնիսկ բազմազավակ մայրիկները, այնպես էս տարական
հիմա ասում եմ մեծամտություն չթվա այդ ամենը, բայց իսկապես կարծում եմ դա տարական բաներ են, որ տարական բան է, որ քո մտքով անցնի, որ եթե դու ինչ-որ մի բան չգիտես ոնց հաղթահարես, պետք է կարդալ։ YouTube-ում սրճ ու նայես, լսես, այսպես նույնիսկ կարճ ռոլիկներ կան, այսպես երկարել կարիք չկա լսելու։ Ուղղակի այդ խնդիրը գրում ես, մի անգամից դրա բանը տարբեր բերում է ինֆորմացիա։ Իրենք չեն գիտակցում, որ իրենք խնդիր ունեն։ Ինչու չի մտնում ծնողը, ով ընդհանրապես գիտակցված ծնողավարությունից հեռու է, օրինակ search անի, հա Google-ով помощь, search անի, փնտրի թե ինչպես դադարեմ երեխայիս ծեծել, որտեվ գաղափար չունի, որ դա վատ է։ Կամ ինչպես երեխայից չվիրավորեմ չտեղավորվում, որ այս դարում, երբ արդեն այս համարյա ռոբոտների հետ հավասար ենք ապրում, մարդիկ դեռևս այդ ինֆորմացիան չեն կարողանում կիրառել, տիրապետել։ Ինչ խոսք ես ինքս, ասում եմ, ես ինքս իմանալով, սովորելով հանդերձ գալիս են էտապներ, որ դու չես հիշում, օրինակ երեխան 9 ամսական է, անգիր հո դու չես հիշում 9 ամսականի առանձնահատկությունները եւ այլն։ Դա պետք է նա գիրք լինի դրած տանը կամ մի հենց մի հատ լսում ես, ինչ որ որոշակի առանձնացում ես քեզ համար հոգեհարազատ մասնագետների, ասեմ մանկական հոգեբանների, լսում ես ու այնքան ընդհանուր են այդ խնդիրները, ոչ սեռային, ոչ ազգային առանձնահատկությունների հաշվառը, դա տարիքային հոգեբանություն է հենց դրա համար էլ կոչվում, որ շատ ընդհանուր է, կարող է իհարկե մի քանի ամիս տատանվի այս կամ այն, բայց դու այդ իմացությունը քո մեջ շատ բան է փոխում, ծնողավարմունությանը նայելու ընթացքում շատ է փոխում։ Ես օրինակ գլուխ չէի հանի այդ 3 տարեկանի կրիզիսից, եթե չհասկանայի ինչպես է դա կառուցված։ Ինչից ինչն է բխում, պատճառը հետևանքային, այդ պահվածքը երեխայի, որ դու հասկանաց, որովհետև պահետակ անտանելի բաներ էր անում Միքայելը։ Իրենք դա կարողանում են։ Հասարակության մեջ կամ տղամարդկանց ռեակցիան ավելի ամուսինների սուր է լինում, մտածում են այս լրիվ ձեռը առել արդեն մեզ բոլոր սահմանները անցել է եւ այլն, բայց որ դու իմանում ես այս ուղեղի զարգացման էտապները, ֆիզիկականի զարգացման եւ այլն, այնքան པարզ ու հասկանալի է դառնում, ինչ որտեղ նաեւ արդարացված, դու իմանում ես ինչպես ռեակցիա տաս, քո պահվածքը ինչպես լինի, ու քո հուզական դաշտն էլ է դրանից ավելի խաղաղ։ Քո երեխայի հետ ամեն ինչ կարգին է, առնվազն դու հասկանում ես, որ դա միայն քո երեխան չի, որ այդպես իրան տվեց գետնով հենց այս պահին հյուրերի մոտ կամ չգիտեմ հանրային մի վայրում, իր հետ ամեն ինչ նորմալ է, այդպես էլ պիտի լիներ, ես լավ ծնող եմ, ես հանգիստ եմ, խաղաղ եմ, նենց իմ երեխան չի, որ այդպես է, եւ ես գիտեմ ինչ անեմ, առնվազն գիտեմ ինչ չանեմ, ակնկալել 3 տարեկանից, որ ինքը իր զգացմունքների հետ կապի մեջ կլինի, կարողանա գրագետ արտահայտել եւ խանութում ասի մայրիկ, արդյոք կարող եմ 11-րդ կոնֆետը գնել, դու ել կասես ոչ տղաս, արի գնանք տուն, ես քեզ հետո կտամ ուտելուց հետո, ինքը կասի դե լավ մայրիկ, ակնկալել 3 տարեկանից դա անհեթեթություն է։ Դա շատ, հենց այդ ասած ակնկալիքները համատարած է։ Համատարած։ Գիտեք ինչի։ Ու դու իսկապես նայում ես ու խղճում ես մի տեսակի երեխային, որ տեսնում ես նա տանջվում է, այդ պահին իսկապես տանջվում է, վիճակի չի։ Ծնողն էլ չգիտի ինչ անի, գետինն է մտնում ամոթից, մեկ ուրիշի մոտ, վայ եսա կասեն, որ իմ երեխան լավը չի, վայ կասեն ես վատ ծնող եմ, վայ դեն, հա, տհաճ է։ Բոլորիս էլ տհաճ են այդ կապրիզները, հատկապես հանրային վայրում։ Բայց ինձ թվում է այդ խնդիրների խորքը հենց ամոթի զգացումն է։ Այո, ամեն ինչի։ Մենք ամոթում ենք, եթե մեր երեխան բավականաչափ լավը չի։ Գիտեք, ես համոզվել եմ արդեն, որ մեր սերունդը եւ ավել է միլենիալները եւ մի սերունդը բարձր պարզապես կառուցված են ամոթից եւ մեղքի զգացումից։ Մեր հիմքը, այսպես ասեմ, հասարակության այդ երկու ֆունդամենտները դրանք են, որոնք կործանարար են պարզապես։ Որից ծնվում է գերագրեսիա, ոչ մի լավ տեղ չի տանում դա, բայց փաստը է, չգիտեմ, բոլորը եթե իրենց շուրջը նայեն մի քիչ ուսումնասիրեն, եթե հետաքրքրում է, երևի կնկատեն, որ իսկապես սերնդի խնդիր է։ Սերնդի խնդիր է։ Նոր սերնդի մեջ այդքան այդպես չկա։ Իրենք շատ ավելի տոլերանտ են, ավելի բաց են ու անցյալ օրը լսում եմ մեր ռուս հոգեբաններից մեկի, ում շատ սիրում եմ, ասում եմ մենք այն սերունդն ենք, ում ճնշել են ծնողները, ում այսօր ճնշում են իրենց երեխաները, ասում են մենք այսպես բուտերբրոդի նման արանքն ենք մնացել։ Մեր վրա բղավել են, երբ մենք էինք երեխա, ու հիմա բղավում են մեր երեխաները։ Ու մենք սենց խելոք, լուր, հնազանդ կամ հակառակ ոնց ասեցիք ագրեսիվ,
որևէ կերպ չենք հասկանում որտեղից է գալիս այդ մեր ներսի ագրեսիան, բայց այդ ամենը ունի իր Պարկաստը հիմա արդեն նաև հոգեբանության վերածննդի ժամանակաշրջան է։ Այո, Էվոլյուցիայի ժամանակաշրջան է եւ գնալով ավելի տարածված ու ակտուալ է դառնում։ ու մարդիկ հանգիստ են վերաբերում դրան, այդ սիգման է նվազում, որ ես նորմալ մարդ եմ, ունեմ հարցեր, ես միշտ ասում փողոցում եթե կանգնացնեք մարդկանց, երևի 10-ից 9-ը այդ պահին հաստատ մի հարց ունի, որ կուզի այդ կաբինետում հոգեբանի մի ապահով միջավայրում նստի քննարկի վերլուծի, հասկանա մարդիկ իսկապես նույնիսկ իրենք չգիտակցելով իրենց խնդիրները, որ ունեն խնդիր, բայց միևնույնն է ինչ որ իրենց ներսում տանջող բան կա, հասկանում են, որ այսպես բացվելու ծարավ ունեն ապահով վայրում, ոչ ծանոթի հետ, ոչ ընկերու հետ սուրճ խմելով դա արդեն փորձել ենք, հա, այլ հենց այդ ապահով վայրում ու այն մարդը, որ դիմացի նստած է, դա այն մարդն է, ով երկար տարիներ, հոմենակ բուխը չի, անverջ վերապատրաստվում է եւ գիտությունը զարգանում է հոգեբանություն, իրանք էլ պետք է հետևից հասցնեն, չէ, որ կարողանան այդ մարդկանց ապահովել։ Բայց այդտեղ էլ մի հատ շատ ների նուրբ սահման կա, քանի որ նաեւ շատ ակտուալ ու մոդայիկ է դարձել մասնագիտությունը, շատ մարդիկ չեն գիտակցում, որ նորմալ է նաեւ, որ կարող է հանդիպի ոչ այդքան կոմպետենտ հոգեբան, դրան պետք է վերաբերել այնպես, ինչպես կհանդիպես ոչ այդքան լավ բժշկի։ Ապրեք, կամ ոչ այնքան լավ կոշկակարի, կամ ոչ այնքան լավ ինժեների։ Դա շատ դժվար ոլորտ է, բժշկությունը, շատ հոգեբանությունը հատկապես որ տեսանելի չի, նյութական չի, բայց դրան պետք չի այդպես միանգամից հիասթափվել, ասել այ տեսակ ձեր ստից այդ հոգեբանությունը բոլորը շարլատան են։ Ինձ թվում է պետք է շատ զգուշ ընտրել ու նորմալ է փոխել հոգեբանին։ Իդեպ այդ բանն էլ կա, այդ բանն էլ կա, որ ես վերջ, եթե սա է, սա չէ, եթե չի կայանում այդ կապը, չի կայանում կոնտակտը, մարդիկ շատ մեծ սպասումով, սպասելիքով են գնում։ Ճիշտ եք ասում։ Ու իրենց թվում է, որ իրենց խնդիրները այսպես մեկը պետքա միանգամից լուծի։ Հա, ու այդքան շատ լսած եւ այլն, հետո եթե հանկարծ ինչ որ մի սպասելիք չի լինում ու հիասթափվում են, դա լինում է իրանց համար մի հատ էլի մեծ տրավմա, ինչ որ հիասթափություն։ Այո, չէ, այո, զուգահեռ պետք չի գնալ 3 հոգեբանի մոտ, ոնց 3 բժշկի մոտ ենք սովորաբար, չէ, կարծիք հարցնում, չգիտեմ, անալիզներ տանում, փորձում հասկանալ, բայց պետք է գտնես քո հոգեբանին, որովհետեւ մի հոգեբան կարող է մեկի համար իդեալական լինել ամեն ինչով համապատասխանի, ու ես ունեմ այդ օրինակի դեպ ընկերուհուս համար օրինակ շատ համապատասխաներ, ինձ ոչ։ Այդպես էլ է պատահում։ Այո, նորմալ է, կարծում եմ ընդհանրապես հարց չկա։ Ամենասկզում մի շատ հետաքրքիր բան ասեցիք ու շատ կուզեմ դրա մեջ մի քիչ խորանանք, որ երեխաները մեր մեջ արթնացնում են մեր այդ չափակինված, չապրված, հա, չամոքված կողմերը, գուցե մեր մութ կամ անգամ չգիտակցված ցավոտ կետերը։ Կամ մի այդպիսի կետ, կամ մի այդպիսի վերք, կամ մի չլուծված, չբուժված մի խնդիր, որ հենց Միքայելն է ձեզ մեջ արթացնել ու դուք պատրաստ եք ասել դրա մասին, որ հա, այսա Միքայելը արթնացրեց իմ մեջ։ Հենց էմոցիաները իրավունք ունենալու, քո էմոցիաները արտահայտելու այդ տրիգերներ ինձ համար ու հենց դրա համար էլ ես չէի կարողանում այդ լացը, ճիճը, ղժոցը, տարբեր խառը էմոցիաները ինձ համար սարսափելի էր։ Ու ես հասկացա դա ինձ համար այնքան ցավոտ կետ է, խորացա, Յունգի ասեց ստվերային կողմը դա բացահայտեցի, հասկացա, որ այդտեղ է ուրեմն իմ հիմնական աշխատելու վայրը, որ դու իրավունք չես ունեցել, ու կարծում եմ ոչ միայն ես, այլ իմ հասակակիցներ, սերնդակիցները էմոցիա արտահայտելու, այդպես ապահով միջավայրում արտահայտելու, ընդունված լինելով այդ ամեն ինչով հանդերձ, դա ինձ մտածելու ու աշխատելու մի հատ տեղ տվեց, որը Փարքաստո այսպես Միքայելի հետ հավասար հարթելով գնում ենք առաջ։ Կարևոր բան ասացիք շատ։ Մարդը, ով չի ունեցել թույլտվություն փոքր տարիքում, երիտասարդ տարիքում էական չի, հա, հատկապես փոքր, արտահայտել զգացմունքները, չի կարողանում դիմացինի արտահայտելը տանել ֆիզիկապես, հոգեպես, մտավորապես, ինչքան դա նկատում ես շատ էլի մեծահասակների մոտ, հատկապես զույգերի մոտ է դա խնդիր լինում, տղամարդկանց մոտ էլ ավելի արտահայտված է, որովհետև տղաներին առհասարակ չի կարելի լացը մի առանձին պատմություն։ Ամոթ է, այսպես այդ շեյմինգը դրված է
կնիք է դրված դրա Կարծես այդ խեղճերը հույս չունեն, ամար դե հուզիչ ֆիլմ է էլի, դե թող լացի մի երկու արցունք էլ թող տղամարդը, բայց դու որ պատկերացնում ես օրինակ, ես հենց հիմա նայում եմ, տեսնում եմ օրինակ հասուն մարդուն փոքր արդեն Միքայելի տարիքի իր այդ աչքերով եմ նայում ու պատկերացնում եմ ինչքան դժվար է եղել, որ այդ մարդը ունեցել է այդքան կուտակված զայրույթ, չգիտեմ, տարբեր էմոցիաներ, ջղայնություն եւ այլն ու տարիներ շարունակ, այսինքն դա մշտական, ստաբիլ եղել է նորման, դա չարտահայտել է։ Լավ, բա ուշ ինչ կործանարար կարող է լինել տղան իր հույզը, եթե իրեն արգելել են հիմա, ասենք դուք պատկերացեք, դուք Միքայելին արգելում եք լացել։ Ոչ, իհարկե։ Ահ, ինչ լավ է։ Իսկ ուր տաներ Միքայելը կամ իր նման մեկը։ Իսկապես միշտ այդ հարցն եմ տալիս, երբ նույնիսկ թույլ եմ տալիս ինձ միջամտելու օրինակ ուրիշների երեխաները կամ որ տեսում եմ այդպես արդեն կատակով կարող է ինքնս թեթև ինչ որ բան անեմ, որ ասում են հերիք հալացես մի գոռ, ասում եմ իսկ դու որ ջղայնացած ես կամ երեխան ջղայնացած է, հիմա բա ինչ անի։ Լավ, դու ասում ես այդպես մի արա, ուրեմն ուղղություն ցույց տուր, թե ինչպես անի։ Որովհետև չես կարող, չէ, ուղակի չանել, դու չես կարող մարդուն ասել, եթե հիմա հուզված է ու աչքերից արցունք է գնում, մի հատ այսպես անես, ասես վերջ, այ հիմա էլ միլացի։ Չի լինում այդպես։ Չէ։ Բայց երեխաներին հենց այդպես էլ գնում է այդ հուզական բթացումը։ Ախր կուտակվում է միտեղ։ Ես չեմ հավատում նրան, որ դու կարող ես լրիվ հանել, արգելել, չեզոքացնել։ Ինքը միտեղ կուտակվում է, ինչ որ կուտակում ինչ ալինում, այդ ագրեսիան իրար հանդեպ ոչ տոլերանտ լինելը եւ չընդունելը։ Ըստ որում այլակարծությունը նորմալ է։ Նորմալ է, որ մի դեպքում էս մի բանը մարդը կասի, մի դեպքում այն, մի դեպքում էս մի տղան կորոշի, այսպես բալիկա ասել փոքրը, մի դեպքում ուրիշ ձև։ Մի դեպքում սա կզգա, մի դեպքում նա։ Անցյալ օրը գործընկերս պատմի, ասում են գնացել եմ վերցնելու երեխայիս մանկապարտեզից երկու ընկերներով, ընկերուհիներով դուրս են գալի, երկուսն էլ լացում են ուժը։ Ասում է ես եմ իմ երեխայի հետևից եւ տատիկը մյուս երեխայի հետևից։ Քննարկում էինք էլի կենտրոնում մեր։ Ասում եմ ես եկա լացում եմ տղաները, էս արեցին, ասում հա բոլես, լացի։ Մենակ արի քայլենք դեպի մեքենան, շտապում եմ, բայց պատմիր ինձ ինչ է եղել։ Լացիր, հանգիստ լացիր, ոչինչ, նորմալ է, լացիր, կխոսենք էսա։ Ու ասում եմ մյուս տատիկը վերցրել է ձեռքից քաշքշում է, ձայնդ կտրի, հեսա կխփեմ, հեսա կտամ։ Ու ասում է ձեռքից քաշքշում է այդ խեղճ ձակին, որ առանց դել արդեն մի կույտ էմոցիայի տակ է ու արգելում է լացել, պարզ մի բան։ Էլ չեմ ասում պատմիր ինչ է եղել, պատմիր ինչ ես զգում, ընդհանրապես դրան ոչ էլ, այլ ավելի ցավացնելով, ավելի սահմանափակելով, լռեցնել ու լռեցնել։ Ինչ ահավոր բան է։ Ահավոր։ Հիմա վախենալու։ Հետ գնալով հասկանում ես, թե ինչքան իրոք դա տանում է դեպի հասարակության անառողջությունը, ակունքները որտեղից են։ Չգիտեմ, բարդ թեմայի կպանք։ Բայց ես վստահ եմ, որ նույնիսկ մեր այս խոսակցությունը ծայրահեղացնելու են։ Բերելու են մյուս ծայրահեղության, որ բա հիմի ջահելները, որ լավա, որ զոմանում են, բա լավա։ Ես ասում եմ, եթե պետքա ծայրահեղացնենք, ավելի լավ է այս մյուս ծայրահեղությունը, քան թե անվերջ։ Եթե չենք կարող նայել դրա միջինը կամ վերցնել այդ սուրանքյունները կլորացնել ու հասկանալ որտեղ ոնց մի քիչ մեթոդները փոխել։ Եթե ծայրահեղություն, ապա ավելի լավ է այսպես, այո, շատ ինքնավստահ ու ինքնագլուխ երիտասարդություն, քան դա։ Իրոք այդ պոլարիզացիան, այսինքն ցանկացած փայտի երկու ծայրերը, հա, ցանկացած իրավիճակի կամ հավատալիքի լավ չի, որտեղ իրոք ծայրահեղ են։ Ամեն ծայրահեղ բան կյանքում թափես լավ չի։ Դրա համար այդ ձեր ասած միջինը անգամ անունն է, կոչվում է ոսկե միջին։ Այդ առողջ հատիկները երկու կողմից բերելը անչափ կարևոր է, դա անում ենք միայն ասելցս, երբ ունենք այդ ինքնավերլուծությունը, կարդալու, խորանալու, ուսումնասիրելու ձգտումը, եթե չկա, ծնողը անգամ գաղափար չունի, որ իրենք խնդիր ունեն տանը։ Ինքը գիտի թե նորմալ դա է, պետք է երեխան գոռա, ինքը պետք է 10 անգամ ուժեղ գոռա, մի հատ էլ հարվածի, երեխան ձայնը կտրի, նորմալ դա է։ Բայց երբ ուսումնասիրում ես, դու հասկանում ես, որ ազատություն տալ չի նշանակում ամենաթողությունը տալ։ Երբ դու հասկանում ես, որ սահմաններ դնել չի նշանակում 24/7 պատժել ու չի կարելի մեջ խեղդել, այլ եւ նա ունեն իրենց բալանսավորված վիճակը ու պետք է կարդալ կամ խորհրդակցել մասնագետի հետ գտնել, դա ինքան բնական է, ասենք ապշում ես, որ ինչու ենք լավ, եթե ասեցին Աննան ու Սոֆյան, որ ազատություն, հույզեր, բան, հիմա ինչ թողնենք էս անի խանութում իրեն տագետնով մի կոնֆետի ամր խայտարակ լինենք, չէ, ընկերներ ջան, թողեք արտահայտվի,
այդ պահին ինչքան որ դուք ձեր համար բավարար կհամարեք, հետո տանեք տուն, երբ որ բոլոր կրքերը կմարեն եւ ձերի դեպ ծնողների եւ երեխայի կարող եք իրոք զրուցել այն տարիքին համապատասխան, որ տարիքում երեխան համարած կարող ընկալի։ Ախր գիտեք այդտեղ ցավը որն է, այսինքն խնդիրը որն է, որ մարդիկ իրենց ցավի հետ են առնչվելու եւ իրենց խնդիրների հետ դրան հասնելու համար իրենք այնքան պետք է այսպես ներթափանցեն դեպի իրենց տրավմաներ, իրենց հայերեն մի լավ բառ կա, ներհայաց, չէ՞, ներհայաց։ Այնքան ներհայացողություն պետք է։ Դա բարձր ցավոտ է երբեմն։ Դա գործ է։ Մարդիկ խուսափում են գործից։ Ծնողավարությունը գործ է։ 24 երբեմն այսպես խոսում են, կարող է պատկերացնել դա տենց շատ ծանր չէ, վախենալու պետք է դնել, սովորել եւ այլն, բայց չի ասում եմ էլի տկանք շատ կարճ նույնիսկ գրիլերի մակարդակով։ Այո, ուղեցույց։ Այդ գրիլերը մի քանի հատ նայում ես, հետո ինքը այդ ուղեցույց որպես բերում է, այնքան ու հակառակը այդ ծանր է լինում, երբ չես անում դա քո կենցաղը, քո այդ ընդհանուր ծնողավարությունը դառնում է մի տանջանք, բայց կարող է մենք ենք սխալվում, չգիտեմ։ Երբեմն նույնիսկ ինձ այդ հարցը տալիս եմ, ասում եմ կարող է այն մամաները, որ այդքան չեն խորանում, շատ ավելի հեշտ են այդ ամեն ինչին նայում։ Չգիտեմ, չեմ կարող ասել։ Չեմ կարող ասել, որովհետև ովքեր համաձայնում են գալ այս ստուդիա, իրենք պատրաստ են խոսել, իրենք արդեն ինչ որ վերլուծություն արել են, իրենք արդեն ընկելվեր են կացել, սխալվել են, ուղղել են ու ավելի բաց են նման զրույցների։ Ամեն դեպքում պետք չի ծանրացնել հաստատ, բայց միևնույն ժամանակ չի այդ նաև պետք չի թողնել, այսպես ասել, դե երեխայը կմեծանա, ինչ որ ես ամեն դեպքում այդպես չեմ կարողանում, կամ որ կարողա 19 տարեկանում եթե մայրան այ այդպես կարողանայի նայել մայրությանը։ Չկար այդ իմաստության աշճանը, որոր վախերը, գիտելիքները, այդ է ուրախ եմ դա, որ գիտակցված է եղել եւ գիտակցված այսպես մեծացնում իր բոլոր դժվարություններով հանդերձ, տեսնելով հանդերձ տարբեր բաներ։ Հիմա մի քիչ արդեն թողել է այս տարիքում 4.5, կարողանում եմ ավելի թեթև նայել, հումորով նայել եւ այլն, իդեպ շատ խնդիրներ լուծվում են հենց այդ հումորի միջոցով։ Ասեք վերջ բան որ չգիտես ինչ անես, մի հատ հանակ ես անում, երկուսի դեմքն էլ պայծառանում է, ասում ես լավ, ներեցի, ես քեզ դու ինձ գնացինք առաջ երեխա։ Միքայելը իդեպ երբեք իր հետ չի աշխատում այդ պիտիների լեզուն։ Ինչն է աշխատում բա Միքայելի հետ։ Միքայելի հետ աշխատում է։ Եթե մի բան պիտի անի, դուք ուզում եք, որ ինքը մի բան անի, ինչն է աշխատում։ Պետք է իր հետ հանգիստ խոսել, զրուցել եւ մենք ունենք մի հատ շատ լավ իրար հետ ինքը նույնիսկ անցյալ տարվանից 3 տարեկանից շատ լավ գիտակցում հասկանում էր կոմպրոմիս բառը։ Ինչ լավ է։ Ես ասում եմ լավ, մի կարի կոմպրոմիսի գանք։ Ու մենք գալիս ենք կոմպրոմիսի։ Բայց ելի եմ ասում դրա համար դու պետք է ունենաս ռեսուրս, համբերություն, որը ես շատ անհամբեր մարդ եմ եղել, ահա որ անհամբեր մարդ, որ ասեին դա ցենց իր ողջ մարմնավորումով ես էի, բայց դարել եմ արի ուտես, որ ծով համբերությամբ ամեն դեպքում երեխայի հետ։ Ամենաշատ հոգեբանի դիմում են մեր կենտրոնից էլ դատելով, ասեմ, դեռահասների ծնողները։ Ինչու՞։ Որովհետև ոչինչ չեն անում, մեկ էլ գալիս է դեռահասությունը, երեխան արդեն վաղուց գիտակցել է, որ կարա ստի, կարող է հաշվի չառնել ծնողի կարծիքը, որ ինքը կարևոր է, որ ինքը ձայնի իրավունք ունի։ Ի նկատի ունեմ մինչև մոտ 10 տարեկան կառավարելի են։ Դու կարող ես անverջ կառավարել, դա սերը կառավարել իր փոխարեն անելով ամեն ինչ իր հետ, չգիտեմ, սահմանները կառավարել, չերը, արգելքներ, ամեն բան։ Գալիս է մի տարիք, չի լսելու։ Ընդվզելու է, խոսք է հետ դարձնելու։ Ինչքան չի լինում մինչև այդ կրիզիսներ ասված, ինձ հաճախ ասում են, բայց իմ երեխա մոտ չի եղել կրիզիս։ Ու հենց այդ տարիքում են արդեն դեռահասության ասում եմ, իսկ հիմա որովհետև եթե չի լինում երեքում շատ ավելի բուրնա լինում հետո մեկա լինելու է, բայց երբ որ տանը կա լսող ծնող, հասկացող ծնող, էլի սահմաններ դնող, բայց ոչ կոպիտ ձևով, ոչ բուրըն, ոչ ամեն ինչի վրա, այն որ առանց նայելու, առանց վերլուծելու, չէ, այս անեմ չէ, այս ինչ մի բան ուզում չէ, այ եթե դա չկա, այդ դեռահասությունը էլի մի քիչ տենց վայրվերումներով, որը ֆիզիոլոգիական նաև բաներով է, հա, պայմանավորված այդ հորմոնալ պատերազմներով, բայց ավելի հարթ է անցնում։ Բայց ստատիստիկորեն, այսինքն հենց մեր վիճակագրությունը մենակ մեր կենտրոնի, ել չասեմ ընդհանուր, դա է ցույց տալիս։ Հասնում են դեռահասություն տարիք, ասում են ինչև էս խելոք երեխա էր ամառ, պուպուշ հանգես ինչ եղավ էս երեխան, հա, կարող է էս ինչն է, կարող է այն ինչն է։ Դուք Միքայելին լավ եք ճանաչում։ Կարծում եմ, այո։ Ինչն է օգնում ճանաչել երեխայի բոլոր այն կողմերը, որով ինքը ծնվել է, ոչ թե որ մենք ենք տենց անդադ կողքից ուսումներ մոծել։
Օրինակ ձեզ Միքայելի հետ ինչն է օգնում, որ բացահայտեք Միքայելին, ճանաչեք նրան բոլոր կողմերից, կողմերն էլ շատ են, տարբեր են, ամեն տարիքում իրը կա։ Զրույցները, խաղալը, իր բառերով ինքը ասում է մամա արի մի քիչ խոսենք, զրուցենք։ Բախ։ Ինքը շատ լավ է տիրապետում իր հույզերին ու բառերով կարողանում է տարանջատել բոլոր էմոցիաները։ Այնպես ինչպես շատ մեծահասակներ չգիտեն, օրինակ զայրույթը ու հոգնածությունը, օրինակ կարող է մարդիկ խառնեն չիմանան, որ հիմա հոգնած եմ կամ ընդամենը տխուր լինելը ու ջղայնությունը չտարանջատեն։ Միքայելի հետ շատ ենք աշխատել այդ ուղղությամբ, որ ինքը հենց ուրեմն ինքը էմոցիոնալ շատ գրագետ մարդ է։ Շատ, իսկապես շատ ու ընկերուհիս է հաճախ ծիծաղում էսպես հումոր անում, ասում է Միքայել դու շատ ավելի հասուն տղամարդկանցից ավելի շատ էմոցիոնալ ինտելեկտ ունես։ Հա։ Ինչ է կարևոր ու ընդհանրապես ինչ է նշանակում հոգեպես առողջ երեխա, հուզականորեն գրագետ երեխա, ինչու է ամենը կարևոր այդքան։ Կարող է կարևոր է որ 4-րդ լեզուն սովորի 7 տարեկանում, կարող է կարևոր է որ եւ երաժշտական գնա, եւ սպորտի գնա։ Կարող է դրա վրա է պետք ռեսուրս ուղղել եւ ոչ թե զրույցների։ Կարող է նայած որ ում համար որն է ավելի կարևոր, ինձ համար, մեր համար կարևոր է որ երեխան ունենա ամուր, կայուն, հուզական սյուն, հիմնասյուն, Ստержень ասվածը, հենարան, որի վրա կառուցվում է հետագայում ամբողջ աշխարհը։ Եթե քո ոտքերը ամուր են դրված հողին, այդ հիմքը ամուր է, դու շատ ստրեսակայուն ես։ Օրինակ կա շատ մեծ միֆ, որ երեխան ինչքան փափուկ բարձերի մեջ, այսպես բամբակների մեջ չեն մեծացնում, այդքան ինքը ավելի պատրաստ է դեպի հասուն կյանք, դեպի դաժան կյանք, որովհետև կյանքում միայն դրական բաներ չի, այսպես վարդագույն ակնոցներով չես նայում։ Բայց դա իսկապես միֆ է, որովհետև բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, ովքեր ավելի կայուն հուզական դաշտով ընտանիքում են մեծացել, որքան ավելի խաղաղ մթնոլորտում են մեծացել, իրենց այդ մանկությունը ավելի հանգիստ ու դժվարություններով դժբախտ չի եղել, իրենց այդ հենքը ավելի ամուր է։ Վստահությունը կյանքի հանդեպ ուրիշ ձև է, ոչ թե ամեն անկյունում փնտրում են ինչ-որ մի վտանգ, այո, սպառնալիք։ Վստահությունը իրենց հանդեպ, իրենց հանդեպ շատ ամուր է։ Ինքնավստահությունը, առասարակ մարդու ինքնավստահությունը, ոչ ինչ-որ սխալվեմ, ինձ կարելի է սխալվել, ինձ չեն պատժել սխալվելու համար ամեն անգամ։ Այսինքն այն ինչի համար մենք հիմա դիմում ենք թերապիայի հոգեբանների, որպեսզի այդ մեր հանդեպ ունեցած պատկերացումները մի հատ նորից կառուցել, այդ puzzle-ը մի հատ նորից կառուցենք, որովհետև այն ժամանակ ինչ որ բան այնպես չի եղել։ Հիմա հուսամ, որ դե իհարկե մենք դրա մասին կարողանանք դատել մի 30 տարի հետո, բայց բոլոր ուսումնասիրությունները եւ ամեն դեպքում հոգեբանություն, գիտությունը ցույց է տալիս, որ այդպես է։ Deep Parenting podcast-ում շատ ենք խոսում մարդկային հոգեբանությունից, որովհետև ծնողավարության հիմքում հենց հոգեբանությունն է։ Եվ եթե մենք ուզում ենք մեծացնել առողջ երեխաների, բնականաբար ինքներս պետք է լինենք հոգեպես առողջ։ Մեր Deep Parenting-ի գործընկերն է Libra հոգեբանական աջակցության կենտրոնը, այնտեղ աշխատում են երեխաների, դեռահասների, մեծահասակների, զույգերի հետ, անում են ծնողավարական խորհրդատվություններ։ Libra-ն գտնվում է Կոմիտաս 12 հարցեում, աշխատում են առցանց եւ առկա բարձր պրոֆեսիոնալ թիմի ջանքերով։ Կարող եք դիմել, նկարագրության մեջ կդնենք Libra-ի հղումները եւ հեռախոսի համարը։ Այո, այդ բան կա, չէ՞, հումոր կա, ասում է, նախ կասա է դրած ապագա հոգեբանի գումար, մայրը գնում է երեխայի վրա մի լավ գոռում, գումարը գցում կասայի մեջ, որ հետո կգնաս հոգեբանի մոտ թիմ գորոսը կվերլուծես։ Այն որ իրանք էլ իրանց խնդիրներն են ունենալու, դա բնական է, նորմալ է, հետո իրանք մեծանալու են ինչ որ ուրիշ խնդիրներով դիմեն հոգեբանի, բայց կարծում եմ այն հիմնական կարևորը այն հիմնական տրավմաները չհասցնել, թե չէ ստրեսը դա նորմալ է։ Այո, բավարար ստրեսը նորմալ է։ Այդ անվերջ փրկելը երեխայի արդեն ստրես է իր համար, լույս աշխարհ գալը արդեն ստրես է։ Ստրեսը կարևորը չխառնել տրավմայի հետ։ Այո։ Հիմնական խոցելի չենք ասի ինչ է ստրես, ինչ է տրավման, գնացեք ուսումնասիրեք, տարբերությունները հասկացեք, դա շատ կարևոր է իսկապես։ Շատ հետաքրքիր ու կարևոր բաների կպանք էլի թեմաների իրականում։ Կա ինչ որ մի բան, որ դուք զոհել եք հանուն Միքայելի կամ զոհում եք հիմա, որտեվ ուղղակի այդպես է ստացվում կյանքը, հա, ու որի համար զղջում եք, որ զոհում եք,
Որովհետև միևնույն է երեխայի լույս աշխարհը մեզ փոխում է։ Ինչ որ բաներ մենք պիտի մի կողմ դնենք, ինչ որ բաներից պիտի հրաժարվենք, որպեսզի ինչ որ նոր բաներ ձեռք բերենք, հա, լավ տեսանկյունից թեկուզ, բայց կա մի բան, որ դուք զոհել եք ու ափսոսում եք դրա համար մինչ այս պահը։ Ոչ, Ուռա։ անկեղծ ոչ, որովհետև այդ պահին էլ եմ գիտակցորեն մոտեցել ու հասկացել, որ այդ զոհողության գնացած ծնողը, առհասարակ դժբախտ ծնողը չի կարող լինել երեխայի համար լավ օրինակ։ Հիմա ինչ լավ բան ասացիք, ես միշտ ասում եմ դժբախտ ծնողը չի կարող մեծացնել երջանիկ երեխայի, դուք ասում եք, ավելացնում եք դրան շատ ճիշտ, որ դժբախտ ծնողը չի կարող լինել լավ օրինակ։ Դե իհարկե տարբեր ճակատագրեր են, տարբեր հանգամանքներ են, ամեն մեկի մոտ մի ձև է ստացվում ու շատ նորմալ է, որ դու լինես ինչ որ շրջանում դժբախտ, տխուր, լացես, բոլոր էմոցիաները նորմալ են։ Բայց խոսքը գնում է այդ կոնստանտ վիճակի մասին, հիմնական այդ մթնոլորտի մասին, որովհետև ծնողը, հատկապես մայրը, կյանքի հայելին է երեխայի համար։ Այո, իր հոգու, իր աշխարհի, իր ներաշխարհի ամեն առումով սա շատ կարևոր է ինձ թվում է։ Ինչպես ենք մենք վերաբերում ստրեսին, ինքն էլ այդպես կարծականքի, եթե մենք ամեն րոպե ամեն ինչից ընկճվենք, անիծենք կյանքը, մեր բախտը, երկիրը, ղեկավարներին, աշխարհը, չգիտեմ, Թրամփին, հա, ինքն էլ կսկսի այդպես անել, ու իր ամեն դժվարություն կվերագրի դիմացինին։ Դե ես չէի մեղավոր, դե երկիրն էր մեղավոր կամ ընկերս էր մեղավոր կամ, չգիտեմ, ուսուցիչն էր մեղավոր։ Իսկ եթե հանգիստ ենք տանում, ասում ենք՝ մի րոպե, դա ինչ սովորեցի ես այս սխալից, իրենք էլ շատ առողջ հատիկներ դրանից պիտի որ քաղեն։ Դուք եւ Աշոտը կարծում եք, որ լավ օրինակ եք Միքայելի համար։ Այ ձեր օրինակով, ձեր ապրած կյանքով, ձեր ամանորյա կյանքով։ Հուսամ, շատ մեծ հույս ունեմ, իհարկե բնականաբար մենք էլ մեր մինուսները ունենք, բնականաբար այս ամեն ինչը ինչ ասում եմ, այսպես հենց Միքայելի ծնված օրվանից չենք հասել, մենք 4.5 տարեկան է երեխան ու իր հետ այս էտապները անցնելով եւ այն փորձում ենք այսպես ճիշտ շարժվել առաջ եւ տալ ամեն դեպքում են մեր պատկերացրած երջանիկ կյանքը, որը որ նա հիմա ունի, որը որ հիմք կդառնա, որ ինքը հետո երջանիկ լինի։ Բայց դա չի նշանակում, որ երեխան չի տեսնում կոնֆլիկտներ, չի նշանակում, որ ամեն ինչ այսպես փայլուն իդեալական ու լավ է, ոչ, բնականաբար ոչ։ Պիտի տեսնի երեխան կոնֆլիկտներ, ընդհանրապես ինչ եք կարծում։ Ուրեք նորմալ է, որ երեխան տեսնում է, որ ծնողները կոնֆլիկտի մեջ են։ Ես կարծում եմ, որ այո, անկեղծ ցեզ ասեմ, Աշոտը կարծում եմ, որ ոչ։ Իսկ ես գտնում եմ, որ այդ կոնֆլիկտն էլ դա էլ է կյանքի մի մաս, դա էլ ես դու եւ դու երեխայի համար չպետք է ինչ որ ուրիշ դիմակի տակ լինես ու իդեալականության մի հատ այսպես շղարշ լինի ընտանիքում, բայց ելի եմ ասում կախված է թե կոնֆլիկտը դու ոնց ես տանում, ինչ որակի է կոնֆլիկտը։ Այ հենց այդտեղ էլ է կարևոր, որ դերից թափեցնում է երեխան ծնողներին, որ դու իրավունք ունեն ծնողները վիճելու, օրինակ շատ եմ խոսում այդ թեմայով Միքայելի հետ, որ բացատրում եմ, որ վիճելն է նորմալ, բայց մենք պապայի հետ հիմա օրինակ կրվեցինք մի քիչ բարձր տոներով խոսեցինք, բայց կարևորը որ հետո հասկանում ենք իրար ու բարիշում ենք, հաշտվում ենք։ Ու դրանով օրինակ եք ցույց տալիս, որ նորմալից կարող ես վիճել, հետո կարող ես գալ ու ինչ որ հասկանալ, էլի ցույց ես տալիս կոնֆլիկտը ինչպես հարթես։ Իրան էլ եմ ասում, այսինքն իրար հետ էլ մեկ-մեկ ինձ այնպես է հունից անում, որ ես այս հետ հաշվարկ եմ անում, Միքայել 5, Միքայել 4, 3, 2, ես նա պայթելու եմ ու պայթում եմ, հետո գնում ենք իրարից ներողություն ենք խնդրում, բարիշում ենք ու ինքը իրոք շատ արագ, շատ ընդունակ էսպես ասեմ, սովորում է։ Բայց տեսեք ինչքան կարևոր է, Միքայելը տեսնում է, որ վիճելը նորմալ է, հույզերը ցույց տալը նորմալ է, ներողություն խնդրելը նորմալ է, բարիշելը կարևոր է, ու այդ ամեն ինչը կյանքի մի մաս է։ Ինչքան շատ բաներ է սովորում։ Ես էլ եմ կարծում, որ առաջ շատ զգուշ էի վերաբերում, որ որևէ պարագայում հանկարծ երեխաները տրավմայի չենտարկվեն անընդհատ վեճերին, այո, տևական եւ անընդհատ վեճերը քայքայում են երեխային։ Այդ միանշանակ։ Չենք խրախուսում, հա, այստեղ որ վիճեք, ինչա որ վիճեք։ Բայց միևնույն ժամանակ ցույց տալ երեխան, այսինքն այդպես պաշտպանել իրեն կամ այդ այդպես վարդագույն մի կյանք, հա, անել։ Էդ էլ երևի թե մի բան չի, բայց ինձ մի հարց է տանջում։ Երբ դուք եւ Աշոտը ճունեք համաձայնություն Միքայելի վերաբերյալ, ինչ եք անում։ Օրինակ դուք գտնում եք, որ Միքայելը հիմա պետք է դասերը անի, նոր գնանք տատիկի տուն, իսկ Աշոտը գտնում է, որ ոչ, գանք, հետո կանի։ Այ դուք կպակ ամենաթույլ տեղին։ Դա էր հենց մեր այդ 3 տարեկանի կրիզիսի 2-3 տարեկանում հենց մեր ընտանիքում էսպես ամենալուրջ խնդիրների պատճառ հանդիսանում, որովհետև երբ արդեն պատկերացրեք երեխան խժում է, արդեն մի հատ sense դու չես կարողանում խոսել, որովհետև ինչ որ մեկը ականջիդ տակ
բղժալով այդպես անդադ գոռում է։ Աշոտը ասում է մի բան, բայց ես ուզում եմ իրեն ինչ որ մի ուրիշ բան հասկացնեմ, այդտեղ արդեն իսկապես քո նյարդերը լինում են պիկի վրա, ու շատ դժվար է այդ պահին գալ համաձայնության, հիմնականում հենց այդ պահերն էլ կոնֆլիկտային են լինում ընտանիքում, կարևորը հետո դրա դնել նստել քննարկել, որպեսզի հաջորդ անգամ տվյալ իրավիճակում իմանաս ոնց վարվես, կամ մեզ թվում էր, որ մենք շատ համակարծիք ենք տարբեր հարցերի վերաբերյալ դաստիարակության, բայց արի ուտես, որ այտենց կրիզիսային էտապներ կային, որ այդ պահի մեջ էինք մենք բացահայտում, որ մենք ունենք տարբեր հայացքներ։ Իսկ եթե տարբեր ուղերձներ է գնում երեխային, ասում է հակին, ասում է չէ մի հակի։ Ինչ կզգա երեխան, թե այտենց հաճախ ավելի երգժում։ Ընդամենը ավելի բարդազին չէ՞ սիտուացիան։ Չէ, դրա համար իսկապես այդ պահերը պետք է իմանաս, որ տենց պահերել են լինում, դժվար, ու հենց այդ կրիզիսային դա լինում է ընդհանուր ընտանիքում կրիզիսային, միայն երեխայի համար չի լինում։ Ոսկի ավելի մեծ ընտանիքում, դու տատիկ պապիկները մեկը մի բան է ասում, մեկը ուրիշ, ծնողները երրորդ, այդ երեխան նայում ասում է լավ, սպասեք հասկանամ ով է թույլ օղակը, գնամ դրան կպնեմ, ինքը իմ ուզածը կանի հաստատ։ Բայց փառքաստո հիմնական հարցերի վերաբերյալ մենք համակարծիք ենք ու Աշոտն իմ այսքան անընդհատ հոգեբանությունից խոսելով եւ այլն, ես իրան տարբեր վիդեոներ եմ անընդհատ ուղարկում, ինքն էլ է խորացել հենց ուսումնասիրել ավելի մասնագիտական, չնայած միջև ուսումնասիրելն էլ արդեն նույն հայացքները ունեինք, բայց ավելի տարիքային զարգացման հոգեբանության մեջ խորանալով այսպես իրան հետաքրքիր է, ինձ համար դա շատ կարևոր է, որ ներգրավում է եւ հենց հոգեբանական կողմին էլ է նույնքան կարևորություն տալիս, ոչ միայն ֆիզիկական, չէ, ոնց սովորենք։ Օրինակ ինձ համար առասարակ այն մնացած բաները շատ երկրորդական են։ Դե կհիվանդանա էլի հաստատ, ոնց ինչ էլ անենք։ Ըստ որում նայած տարիքում իսկապես ինձ համար ծնողավարության մեջ ծնող լինելու, եթե այսպես ինչ որ բնորոշելու հարց տայիք, ես կպատասխանեի, որ կարևոր է, որ ծնողը լինի երջանիկ, իսկապես միակ չափանիշը երեխայի առողջ հոգեբանության եւ երջանկության դա երջանիկ ծնող տեսնելն է։ Ուրիշ ոչ մի բան։ Ենք կենտրոնանում երեխաների վրա, որ մեր մասին ենք մոռանում։ Այնքան ենք տարված, որ իրեն տանք ամեն ինչ, որ մոռանում ենք, որ մենք էլ մի ավել բաճկոնի կարիք ունենք, ախր իրեն թող 10-րդը չվերցնեինք, կամ մենք էլ ուղղակի այդ երեկո լուր պարկելու հանգիստ ունեինք եւ կարիք ունեինք եւ ոչ թե իր հետ հերթական 20-րդ տիկնիկներով կամ չգիտեմ մեքենաներով խաղալը, դա էլ շատ կարևոր է։ Ունեք ավանդույթ Միքայելի հետ, որ միայն ձերն է, միայն ձերն ու Միքայելինը։ Ինչ որ տենց կարող լինի մի փոքր մի բան, որ միայն դուք գիտեք դրա մասին, միայն դուք եք անում դա ու հասկանում իրար։ Ու մի այդպես որ ասեմ ավանդույթ չէ, ընտանեկան է, այսպես ասեմ, երեքի համար է։ Ահա, ավելի լավ։ Երաժշտության տակ Միքայելի ասած ցկցկում ենք ու այդպես առավոտյան հիմնականում պարտեզից առաջ դա իր համար շատ կարևոր է այդ этаպը, մենք մինչև պարտադիր պետքա պարտեզից առաջ իրար հետ ժամանակ անցկացնենք, ցկցկանք, հետո նոր ինքը գնա պարտեզ ու այդտեղ էլ կարող է գրաֆիկը խախտվի, ժամանակին չհասնի եւ այլն, բայց ես շատ եմ կարևորում այդ կապը, որովհետեւ հետո ամբողջ օրը չես տեսնում երեխային։ Հետո գալիս է այնքան sense կարճ է լինում առհասարակ օրվա ընթացքում, այդպես որ նայես վայելելու ժամանակ չի պետք է որ չլինի։ Պարտեզից հետո վերցնել, սա պետք է ուտել, հետո լողանալ, հետո սենց, հետո քնել, եթե դու փորձես գրաֆիկով այսպես ճիշտ շարժվես, ոչ մի բան չես հասկանում, ասածը չկա, չէ՞, այդ զվարճությունը չկա։ Իսկ ես չգիտեմ դա ինչքանով է ճիշտ, ինչքանով սխալ, դրանց չեմ նայում ընդհանրապես, դրանից մի քիչ գրաֆիկը տուժում է, բայց քանի որ մեր աշխատանքները ոչ գրաֆիկի մեջ չի ու հետո ես տեսնում եմ ինչքան արագ է փոխվում, ինչ օրեցօր զարթնում է արդեն ավելի մեծ, հասկանում եմ, որ ասենց ամեն վայրկյանը ուզում եմ հենց խաղի այդ ձեր ասած ֆան վիճակը լինի։ Ինչքան կարևոր բան ասիք, երբևէ չէի մտածի, առավոտները ամենակրիզիսային են, միշտ բոլորի մոտ, հատկապես մինչև 6 տարեկանը։ Քանի դպրոցի վիճակը չի եկել, հիմա հետո էլ է դժվար հանել տեղերից, բայց 6-ից հետո կա այդ գիտակցվածությունը, չէ, որ հակնվի, արի, ուշացան, կեր, հակի, ինչու թափեցիր, չեմ ուզում, լաց։ Դա մեզ մոտ է լինում։ Ու այդ բարերը, հենց դուք տեսեք այդ ամբողջ այդ
օրվա այդ բանն է տալիս, չէ՞, այդ էներգետիկ այդ Դրա համար չի ուզում գնա բարդես։ Հա, այնքան եք դուք շատ եք բարում։ Ինչ կրճատ եք։ Բայց հենց այդ ամեն ինչից հետո պետք է արդեն դե հակնվի, դե ու գնում է այդ, այսինքն դա շատ այսպես այդ ֆան վիճակից հետո գալիս է այն կլասիկ դասական ծնողների ղժոց գորոցը դե հակնվի, դե շուտ արա ուշացանք եւ այլն, ու ինձ հետաքրքիր է արդյոք կա մի մամա, որ հանգիստ է, որ հանգիստ է, լավ ասում է հակնվի, երեխան հակնվում է։ Այդպես լինում է։ Գիտեք, ասում են հա, ես ուզում եմ հավատալ, որ հա, բայց հաստատ մեծամասնությունը չի։ Որտեվ ասեմ, մեր կենտրոնի փորձից եմ ձեզ ասում 90% դեպքերում չի լինում այդպես Սոֆիա ջան, այնպես որ դուք մենակ չեք։ Իմ օրինակ մեծ աղջիկս առաջինը կզարթնի, կհակնվի, սաղին կբզբզի, ուշացանք, շուտ արեք, ինձ ամուսնուս ով է տանում այսօր մեզ, ինչ է անում, այն փոքրս, վայ։ Իրան պիտի չասես շտապի կամ ուշանում ենք այդ բառակապակցությունից ինքը քանդվում է ու 10 անգամ ավելի դանդաղ ստում ամեն ինչ։ Դրա համար ասել որ կա մի տենց լուծում չկա, բայց այդ փոքր բաներ գտնելը, տեսեք դուք պարով իրեն անկողնուց փաստացի հանում եք գոնե ու ինքը տեսնում է ուրախ մամա, ուրախ պապա, հավես օր, հավես առավոտ, եթե անգամ դուրսը ինչպես վերջին ամիսներին անդադ անձրև է կամ մռայլ է, օրը հավես է, բայց հա հետո գալիս է այդ պարտականությունների մի ամբողջ շարքը, չէ՞։ Բայց օրինակ Միքայելը գիտի, որ ես երեկոյան ժամերին ասում եմ բալես արդեն հոգնած եմ։ Այստեղ ես չեմ խաղալու, այստեղ ես չեմ բարելու։ Օրինակ ինքը հիմա այս 4.5-ում արդեն շատ լավ է հասկանում, այս ահման տեսնում, ինչև այդ միևնույնն է տենց փորձում է։ Որտեվ փոքր է, չէ, 10 այդքան կարևոր խոսքերը, որ ամեն տարիք ունի, այդ երեխու ուղեղն անգամ ուրիշ ձև է զարգացած, ակնկալել իրենից 5-ում մի բան, որ ինքը 10-ում նոր կկարողանա անել, անհեթեթություն է, էլի դրա համար, այո։ Այս կոչով էլ ամփոփ ենք այսօրվա զրույցը, որ ծնողներ ջան ուսումնասիրեք, կարդացեք ձեր երեխան զարգացող էակ է, ու այդ զարգացման ամեն փուլում ունի իր ձևերը, իր տրուկերը, իր հնարքները եւ իր պահանջմունքները։ Հաճույքի ու այս ամեն ինչի երջանկության մեջ միևնույն ժամանակ նաեւ շատ դժվար է։ Այո, ամեն ինչ այդպես գունավոր ու սպիտակ ու սիրուն, հա, հաճախ տեսնում են հատկապես ձեր նման հայտնի մարդկանց, ճանաչված մարդկանց երեխայի հետ սիրուն քայլելիս ու ես որ թերթումն էի ձեր էջ, այնքան էր դուրս գալիս, որ դուք նաև այդ լացը, կոցը, ճիչը, հա, այդ ձեր ռիմինջ շատ էր դուրս եկել։ Այդ հեյթ հայացված ասվածը, որ Միքայելին լացելուց նկարել էի, բա երեխան տանջվում է, բա դու մամա ես, բա ասենք երեխու քունն է տանում, բայց դա ընդհանրապես 2 վայրկյանի բան էր, որ նկարում ես։ Խանութում լացում է, ասենք ինչ մի, ասենք ծանր մի թեմա։ Ու նույնիսկ ընկերուհիներս որ երեխա չունեն ու մեկ էլ օրինակ նկարը տեսնում են ինչ որ տենց իստերիկայի մեջ երեխու խանութում են, որ ասում են իմ երեխան լիներ հիմա արդեն էս չէր կարող սենց բան լինել, որ իմ երեխան սենց ու ասես նայում ես մի հատ ասում ես լավ դու դրան հավատա, չէ՞։ Միշտ ասում են երբեք մի ասա երբեք, ես միշտ ինչ մտածում էի գլխից չի գալու։ Ամեն ինչ հերթով, շարքով, կարգով եկել է, այո։ Շնորհակալ եմ շատ Սոֆիա ջան, անկեղծ բաց պոզիտիվ զրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ։